Բարի երեկո սիրելի հեռուստադիտողներ, ես Պետրոս Ղազարյանն եմ, բոլորդ սթափվեք, գովազդային կարճ եւ թանկ վայրկյաններից հետո սկսում ենք ուրվագիծը։ Այսպես սիրելի հեռուստադիտողներ, մենք սկսում ենք ուրվագիծը, բնականաբար քննարկելու ենք Բաղրամյան պողոտայում տեղի ունեցող իրադարձությունները, մենք այսօր զրուցելու ենք քաղաքացիական ակտիվիստների հետ, մեր ավելի ակտիվ քաղաքացիների հետ, մեր հյուրերն են Գևորգ Գեորգիսյանը եւ Սևակ Ծատուրյանը, բարի երեկո տղաներ, շնորհակալություն մեր հավերժնելու համար։ Այսպես ինչ է հիմա կատարվում Բաղրամյան պողոտայում։ Կարճ ասած կարելի ասել կատարվում է ժողովրդի ինքնակազմակերպում։ Այսինքն հիմա ստեղծվում են խմբեր, տարբեր ճակատների համար պատասխանատու կարելի ասել։ Ճակատների։ Ճակատ չասեմ, լավ տարբեր ուղղությունների համար մամուլի հետ համագործակցություն, սննդի կազմակերպում ու նման տարբեր անվանումներով խմբեր են հիմա ստեղծվում Բաղրամյանում, որոնք պետք է ավելի կազմակերպված, կամակարգված առաջ տանեն պայքարը։ Կա լիդեր, կա մարդ, որը համակարգում է, որովհետև այն խումբը, որը եկել էր Վաղինակենց գլխավորությամբ, հա, ոչ Թալանին, նրանք հայտարարեցին, որ այլևս չեն համակարգում, համախմբում հանրահավաքին մասնակցողներին։ Լիդեր որպես այդպեսին չկա, որքանով որ ես եմ ծանոթ կազմակերպիչների հետ զրույցներից, կա համակարգող խումբ, ամբողջ խումբն է աշխատելու եւ համակարգելու այդ ամեն ինչը, որովհետեւ եթե լինի լիդեր այդ արդեն ավելի հեշտ է կոտրելը պայքարը, լիդերին վախացնել, չգիտեմ, ինչ-որ մի կերպ պայքարից անել եւ պայքարը մարել։ Իսկ առանց լիդերի խմբով պայքարելը ավելի ճիշտ տարբերակ է։ Դա որում կներեք Վաղինակենց մասին էլ նշեմ, իրենք էլ հիմա թեև այնտեղ այդ խմբերում ընդգրկված չեն, բայց իրենց ոչ Թալանի նախաձեռնությամբ անում են որոշակի գործողություններ, հիմա ինչ-որ մասնագետների իրավաբաններ, տնտեսագետներ, մենեջերներ հանդիպումներ են կազմակերպում, քննարկումներ են անում, թե ինչ այլ ճակատներով, այլ հարթություններով կարելի է շարունակել պայքարը եւ ինչ հետագա քայլեր կարող են անել։ Միևնույն ժամանակ իրենք հայտարարեցին նաեւ երեկվա իրենց մամուլի ասուլիսան, որ գնում են նորից Բաղրամյան ու այնտեղ միանան, հա, ժողովրդի կողքը կանգնելու համակարգող խմբում չկան, բայց գտնվելու են ժողովրդի մեջ այդ ձևով պայքարը շարունակելու են։ Հիմա տեսեք, հիշում եք դեմ եմ շարժումը, հա, դուք այնտեղ ակտիվ մասնակցում եք կապված Տիգրան Սարգսյանի ժառանգության հետ, հա, կենսաթոշակային համակարգին եւ կարելի ասել որ գրանցվեց մի տեսակ կիսա արդյունք։ Լայն խավերը բնակչության չեն անում, հա, բայց պետական սեկտորը բնականաբար մուծում է։ Այսինքն կիսա արդյունքով այս հարցը լուծվեց։ Այստեղ իշխանությունները ասացին իրենց տեսակետը եւ ըստ էության նույնպես ոնց որ թե կիսա արդյունք կա, հա, այ կիսա արդյունքը քաղաքացիական շարժումների համար մի մաս ասում են սրանք լավ են, որովհետև կոմպրոմիսի, աշխատանքի առաջ գնալու տեղ են թողում։ Մյուս մասն ասում են, որ դրանք ուղղակի շարժումը պառակտում են, թուլացնում են, փափուկ բարձ են դնում եւ սա ճիշտ քայլ է իշխանության կողմից, որ այդ շարժումները մարեն։ Այ կիսա արդյունքը ոնց եք դուք գնահատում։ Ուրեմն համատական տանելը դեմ է մի արդյունքի եւ այս շարժման այս պահին եղած արդյունքի մեջ մի քիչ սխալ կլինի, որովհետեւ դեմ է մի դեպքում գոնե 3 տարով ամբողջությամբ այդ պայքարող զանգվածի համար ժողովրդի համար վերացվեց, այսինքն մինչև 2017 թվականը չենք վճարելու, 2017 թվականից հետո էլ դեռ կտեսնենք վճարենք թե ոչ։ Որովհետև դեռևս սահմանադրական դատարանում է։ Սահմանադրական դատարան եւ քաղաքացիական պայքարը այդ հատվածում իրան դեռ չի սպառել, ես մտածում եմ նորից կսկսենք պայքարը եւ դրանից հետո էլ չենք վճարի։ Իսկ այս դեպքում այդ կիսա արդյունքն էլ ես չտեսա։ Ընդհանրապես այդ իրենց կողմից եկածը ազդանշաններ, որ լսել ենք ձեր պահանջի մասին, այսինքն չչեղարկվեց, չկասեցվեց։ Այդ գումարը, որ մենք ասենք պետք է վճարեինք, տալիս են մեր պաշտպանական ծախսերից, չէ՞ կարծեմ, որ անվտանգության ծախսերից, որը իմ համար ավելի աբսուրդ որոշում է, ինձ ավելի եթե այդպես է, ավելի հեշտ է 7 դրամը տալ, քան մեր անվտանգության հաշվին հեծի պարտքերը փակել։ Ու անվտանգության ծախսերից չի նշանակում անվտանգության հաշվին դեռ։ Դե ամեն դեպքում այդ գումարները, որ անվտանգության էին ուղղված լինելու, գնալու են հեծի պարտքերը փակելու։ Այս իմ համար ավելի անընդունել որ բանը մտնեն էական չի, որովհետև ասվել է մինչև աուդիտի ավարտը։ Իսկ աուդիտի ավարտը խոսքը 2-3 ամսվա մասին է, բայց բավականին մեծ գումար է կազմում այդ 2-3 ամսվա այդ գումարները որ փոխանցվելու է հեծին։ Գևորգ
Այստեղ հերթական անգամ, հա, երևույթն է գնում, որ դուք չեք մուծելու, մենք ենք մուծելու, ոնց որ կառավարությունը էլի խառնում է մեր փողերը ու իր փողերը, թե բյուջեն է, ժողովրդի փողերը։ Կառավարությունը իր փողերը ոչ մի փողերի հետ չի խառնում։ Դե հենց բանը դա է, իսկ բյուջեի մասին միշտ խոսվում է այնպես, կարծես դա ժողովրդի հաշվին չի լինելու։ Վարչապետը հայտարարեց, որ դա բյուջեից չի լինելու։ Ամեն դեպքում այդ գումարները նորից բյուջեից, նորից մեր մուծած հարկերի հաշվին են գուտակվել։ Իսկ ժողովրդի ամբողջ պայքարը նրա դեմ է, որ ինչ որ մեկի սխալ կառավարման արդյունքում ինչ որ մի պարտք է գոյացել, որը Աստված գիտի թե ուր են գնացել այդ փողերը, ինչի հաշվին է այդ պարտքը կուտակվել։ Եվ հիմա ժողովուրդը ես ոչ մի ձև չեմ ուզում բիբինի կուտակած պարտքը փակել, եւ չեմ էլ պատրաստվում ու կապ չունի իմ մուծած հարկերից կուտակված գումարի հաշվին, թե հիմա իմ աշխատավարձից կամ ինչ որ հարկեր մուծելուց ես պիտի դա վճարեմ։ Ես դեմ եմ դա վճարել, ես չեմ պատրաստվում դա վճարել մի խոսքով։ Հիմա տեսեք, ըստ էության իշխանության մեսիջից հետո Բաղրամյան պողոտան բաժանվեց երկու մասի։ Ցուցարներին միավորում էր այն, որ նրանք երկուսն էլ ասում են, որ սա լիարժեք մեր ուզածը չի։ Բայց մի մասն ասում է, որ մենք պետք է մնանք, փակենք Բաղրամյան պողոտան, իսկ դա սրացում է, հա, այսինքն ձեռնոց նետենք իշխանությանը եւ մնանք այստեղ։ Մի մասն ասում է, որ այ իշխանությունը մեզ հնարավորություն տվեց, հա, քայլ արեց իդ, հա, հնարավորություն տվեց քննարկումների։ Եվ ճիշտ է գնալ օպերա եւ այնտեղ քննարկումները բերել մասնագիտական դաշտ, որովհետև ըստ էության իշխանությունները եւ աուդիտի խնդրում եւ բոլոր խնդիրներում ձեր մասնակցության արժեվ բացեց իր դռները, ասում եկեք, նայեք, ինքներդ ստուգեք, ինքներդ համոզվեք, եթե չեք վստահում մեզ, հա? Ձեր գնահատականը ո՞րն է ճիշտը։ Ուրեմն, եթե մի քանի օր առաջ հարցնեք, ես կպատասխանեի, որ Բաղրամյան մնալն է ճիշտ, բայց արդեն անցավ մի քանի օր ու այդ ժամանակի փորձությունն էլ ցույց տվեց, որ Բաղրամյանը մնալն է ճիշտ, քանի որ օպերա գնացող ժողովուրդը մի մասը ցրվեց, մի մասը ուղղակի գնաց միացավ Բաղրամյան մնացող ժողովրդին։ Իսկ ինչ վերաբերվում է այդ աուդիտին, աուդիտ վերջին 3 տարում էլ ու ընդհանրապես միշտ հայցում աուդիտ լինում է։ Ու աուդիտել կա, ու այդ բոլոր այս համենայն դեպս վերջի 3 տարվա աուդիտի արդյունքները մի բան են ասում, որ հեծը սխալ կառավարվող ընկերություն է, դրսի բանկերի համար ոչ վստահելի վարկեր տալու համար, ու եթե այս տեմպերով շարունակվի, այդ կազմակերպությունը ուղղակի կսնանկանա, այսինքն բացասական եզրակացություն է եղել հեծի մասին, ու ինչ իմաստ ունի եւս մեկ անգամ աուդիտ անել ու դրանում համոզվելու համար։ Այդ փաստերը արդեն կար։ Ուղղակի պետք էր վաղուց քայլեր ձեռնարկել այդ հեծին մենաշնորհից զրկելու կամ չգիտեմ, քայլեր ձեռնարկելու, որպեսզի կառավարությունը մենաշնորհ չեն կարող զրկել։ Այլ ընտրանք չկա։ Դեպքում միգուցե պետքա ուղղակի վերահսկման մեխանիզմները ուժեղացնել, որովհետև հիմիկվա օրենսդրությամբ հա կարող է միայն հանձնաժողովը եթե հաստատեց, այլ բեկանման ոչ մի մեխանիզմ չկա։ Ոչ կարող է ազգային ժողովը դա չեղարկել, ոչ կարող է նույնիսկ նախագահը դա չեղարկել։ Բա դուք ումից եք պահանջում չեղարկել, եթե չկա։ Այս պահին։ Այո։ Այս պահին հեծը կարող է չեղարկել իր որոշումը, միջև այդ որոշման ուժի մեջ մտնել, այսինքն միջև օգոստոսի 1-ը հեծը կարող է իր որոշումը հետ կանչել։ Գևորգ, ընդ որում կարող է նաև դատական կարգով դա այդ ամենը անել։ Ոնց եք բացատրում երկու թևերի, այսպես աշխարհայացք, հա, մոտեցումը։ Կարևորը հիմա երկու թևերն նույն բանն են ուզում։ Ընդամենը եթե մոտեցումների տարբերություն դիտարկենք, նորմալ է։ Մի մասը ուզում է զուտ մասնագիտական քննարկումների արդյունքում փողոցը փակել չփակելն է։ Որովհետև եթե դու դատում ես Բաղրամյան փողոցը փակելով, դու ասում ես իշխանություն, մենք քո արած քայլերը չենք նկատում։ Դու մեզ ընդառաջ չես գալիս, մենք քննարկելու բան չունենք։ Չէ, այդքան էլ չեմ համաձայնվի, որովհետև իշխանության հետ փոխհարաբերությունների փորձից մենք գիտենք, հա, ինչպես է լինում սովորաբար խոստումներ, հետո դրանք բարձում են ընդհանրեն քաղաքական հայտարարությունն էին ու նման բաներ։ Այստեղ Բաղրամյանում մնալը ճիշտն ասած ես հուսով եմ շուտով կազմակերպիչները, համակարգողները շատ լուրջ կհիմնավորեն ինչքանով է դա հիմնավորված եւ կոնկրետ ինչ պահանջներ կան։ Բայց եթե տղաները գտել են որ դա է ճիշտ, ուրեմն պետք է այս պահին այդպես անել։ Ես երբ որ դու ասում ես նրանք պետք է հիմնավորեն թե ել ինչ պահանջներ տան։ Այսինքն դու ընդունում ես որ եթե դուք ելի մնում եք Բաղրամյանում, պետք է ելի նոր պահանջներ։ Նոր պահանջներ չեն, պահանջների խումբ է, որը պետք է հստակեցվի։ Այսինքն զուտ հոսանքի գնի չբարձրացումը դա ընդհանրապես հետևանք է ինչ որ բաների, հա, որոնք միշտ ներառված են եղել պահանջների մեջ։ Պահանջների մեջ ներառվել են արդեն իսկ
ոստիկանների ապօրինի գործողությունները, որոնց մասին ոչ մի խոսք չեղավ։ Դե ոստիկանապետը ներողություն խնդրեց։ Դե կներեք, դա ոչ մի քրեական, ոչ մի իրավաբանական տերմին չէ ներողություն խնդրելը, ասես ներքին հետաքննություն կա, բայց թող լիներ, չգիտեմ, լուծման ուղի դեռևս չկա, հա, եթե աուդիտ, ապա աուդիտի արդյունքներից հետո անհայտ է ինչ է լինելու։ Եթե բյուջեի հաշվին է, էլի մեր հաշվին է նորից բիբինի պարտքը փակվում, դա իշխանությունը հստակ ասեց ինչ է լինելու աուդիտից հետո։ Նրանք ասին, եթե աուդիտը պարզի, որ եղել են կեղծիքներ, մենք ոչ միայն կդնենք ձեռքից վերցնելու, հա, ռուսական կազմակերպության, այլև մենք հետ կբռնագանձենք այն գումարը, որ մենք մուծել ենք։ Իշխանությունը, եթե ոչ, ուրեմն դուք պետք է ընդունեք, որ դա օբյեկտիվ է։ Իսկ ով ասեց, որ դա օբյեկտիվ է, եթե կազմակերպությունը ընտրում է կառավարությունը նորից։ Իշխանությունն ասում է, եկեք ինքներդ մասնակցեք եւ տեսեք։ Դե երբ դրա պահը գա, ոչ ասեք իշխանությունների կոծկել է, էլի խափել է, էլի մեր հետևը ռուսների հետ պայմանավորվել է, ինքը մեջը փայ է եւ այլն, այդ մեղադրանքները բոլորը կան, չէ։ Դե պաշտոնապես չեն հրապարակել, հա, բայց ամեն դեպքում բարձր որ այդ մեղադրանքները կան, որ կա անվստահություն։ Նախագահն էլ ասաց, որ ստեղ կա անվստահության մեծ խնդիր։ Այդ անվստահությունը հիմա այս վերջի տարիներին ամենամեծ խնդիրն է ընդհանրապես մեր երկրում։ Հիմա մարդիկ ասում են, եկեք ձեր փորձագիտական խմբերով, ակտիվիստներով մասնակցեք այդ աուդիտին։ Ինչու չի ընդունվում այս առաջարկը։ Բայց արդեն իսկ կազմվում են նման խմբեր, որոնք չի բացառում, որ նաև կմասնակցեն այդ ամեն ինչին։ Բայց որոշումը չեղարկելուց հետո ոչ կասեցնելուց, այսինքն այդ ակտիվիստները չեն համաձայնվում, մենք էլ, որ այդ գումարը ամեն դեպքում այս ընթացքում վճարվի հեծին։ Այս ընթացքում կարելի էր անել մի քանի բան, որը չարվեց, հա։ Հանրապետական կուսակցությունը կազմում է մեծամասնություն, այսինքն սպասելի էր, որ իրենք ինչ-որ բան նախաձեռնեն։ Օրինակ, պարլամենտում որևէ օրենսդրական փոփոխություն, այսինքն ցանկացած իրենց պետ ձեռնտու հարցով հրավիրվում է արտահերթ նիստ, շատ արագ ինչ-որ հարցեր են լուծվում։ Հիմա կա իրավիճակ, հա, երբ որ չի կարող, ասենք, նախագահը չեղարկել, բայց դա շատ օրենքով շատ արագ լուծվող խնդիր, երբ որ կարող է նախագահը չեղարկել, երբ որ կարող է խորհրդարանը ձայների 1/3-ով ասենք չեղարկել այդ որոշումը։ Իսկ այդ մեխանիզմները կա, ընդհանրապես պետք է ցանկություն։ Եվ հիմա ոչ միայն հանրապետության նախագահից, այլև ՀՀԿ-ի նախագահից ենք, չէ՞, պահանջում ենք դա, որ կարող է հրահանգել ուղղակի իր ենթակա падգամավորներին։ Չէ, падգամավորները ենթակա չեն ոչ մեկին, բացի իրենց խղճից։ Այդպես է մեր համանդրության մեջ։ Ինչ իրականությունում մի քիչ ուրիշ է։ Չգիտեմ իրականությունը ոնց է, չգիտեմ։ Չէ, բայց հիմա տեսեք, մարդիկ ասում են, տեսեք, կա պարտք, չէ՞։ Դուք ասում եք, ժողովուրդը ասում է, որ պարտքը օրինական չի, խափել են մեզ եւ այլն։ Մի մասը ասում է, չէ, օբյեկտիվ է եւ այլն եւ այլն։ Հիմա լուծումը ո՞րն է։ Ստեղծենք խումբ, դնենք, քննենք, ճիշտ է, նայենք։ Մարդիկ ասում են, եկեք մտեք այդ խմբի մեջ։ Սա ամենալավ կոմպրոմիսն է, ասում որ պետքա կայանա, չէ՞։ Այս պարագայում, եթե կոմպրոմիսի հնարավորություն կա, այսինքն դուք ինքներդ ձեզանից յուրաքանչյուր այդ խմբերից յուրաքանչյուրը կարող գնա եւ ինքը ասի, մեզ խափեցին, մեզ գցեցին, թե օբյեկտիվ եզրակացություն եկանք։ Իշխանությունն էլ ասում է, եթե կբացահայտվի, որ եղել են գողություններ, մենք մտածում ենք ձեր նման, այսինքն իրանց զրկելու ենք լիցենզիայից, փողերը հետ ենք վերցնելու, թանկացումները կասեցնելու ենք։ Չէ՞, այսինքն ինչ որ դուք ասում եք մեկը մեկին։ Հիմա, եթե այդ առաջարկը կա, ինչու փակել Բաղրամյան պողոտան։ Այ մարդիկ ասում են, մենք համաձայն ենք ձեր հետ, եկեք դա անենք։ Ձեր հետ միասին, որ չասեք խափեցինք ձեզ։ Չեք վստահում, օբյեկտիվ է դա։ Այդ վերջին քայլն է, միջև այդ Բաղրամյան պողոտան աուդիտը կան եւս պահանջներ, որոնք չեն բավարար, ասեցի, չեղարկումը, որը կասեցում օգտվեցին։ Չէ, հիմա չեղարկումը տես, ինքը ասում է մենք այդ հիմա եթե եկան դուք եք գնացիք, ստուգեցիք, տեսակ որ ցանկացումը օբյեկտիվ է, կեղծում չկա, ինչ պետք է անեք։ Եթե օբյեկտիվ է, հա։ Իշխանությունը ասում է, լսեք, դա 3 ամսվա հարց է, չէ։ Մենք 3 ամիս այդ փողը կփոխանցենք իրանց, եթե պարզվեց, որ կեղծիքներ են եղել, թալան է եղել, մենք այդ փողը հետ կբռնագծենք, այսինքն որևէ խնդրեմ։ Դուք էլ այնտեղ նստած կլինեք եւ կասեք, մենք խափում ենք։ Բայց արդեն կա այդ աուդիտի արդյունքները արդեն կա, չարաշահան, դե աուդիտը չէ, աուդիտի արդյունքներով նախքին ոչ մի չարաշահում չի բացահայտել։ Չէ, իրականում եղել են ցույց տվել, որ ամեն ինչ նորմալ է։ Ոչ, 3 տարվա վերջի աուդիտի արդյունքները եղել են բացասական հեծի մասով։ Չէ, բացասական բալանսի առումով, բալանսը բացասական է, բայց եղել է վատ կառավարում, չարաշահում, չէ։ Աուդիտը տենց գնահատականներ չի տալիս, թե ինչու է եղել։ Աուդիտի տեսակներ կան, որը դեռ չի անցկացվել։ Չի արվել այդպես։ Այն մեկը, որը պիտի ոտից գլուխ ամեն ինչ անի ու վերջում այդ գործերով հնարավոր է մտնել նաև արբիտրաժային դատարան,
որը հենց արվում է հատուկ Հիմա դա առաջարկում է կառավարությունը անել։ Հիմա կառավարությունը նախ դեռ չի նշել, որ ինքը դա է առաջարկում, որը շատ ցանկալի կլներ, որ նշեր, որ հենց դա է առաջարկում, ոչ թե հերթական աուդիտը։ Հա, հասկացանք։ Հիմա եկեք իրար հետի խնդիր կա, որովհետև նայեք, ժողովուրդը նոր ինքնակազմակերպում է, որովհետև երբ որ ոչ թալանի նախաձեռնությունը, հա, իրանք մոտավորապես առաջարկեցին հիմա բան անել, մտածել, հասկանալ հաջորդ քայլերը ինչ անենք, համագործակցենք, չհամագործակցենք, գնանք, չգնանք, ժողովրդի մեծ մասը դեմ եղավ այդ արտահայտության, այդ համագործակցության կոչին, մնաց Բաղրամյանում։ Հիմա Բաղրամյանում այդ մնացած ժողովուրդը ինքնակազմակերպվում է կրկին։ Ստեղծում են խմբեր, որոնք կքննարկեն այդ ամենը նաև քննարկեն հետագա քայլերը, ինչ անեն, ինչպես անեն, որ ուղով գնան։ Այսինքն այդ ամենի պատասխանը մենք շուտով հենց տղաներից կստանանք, թե իրենք ինչ են անելու, ինչպես են անելու եւ ոնց են անելու։ Այս պարագայում մենք ես եւ Սևակը որպես դիտորդի կարգավիճակում ենք, հա, դեռ ոչ թալանինի տղաների հետ իրենք իրականում մեր դեմեմի շարժման ժամանակվանից դեռ ծանոթ ենք իրենց հետ, իրենք շատ ակտիվ մասնակցում են մեր բոլոր նախաձեռնություններին, այն ժամանակվանից դեռ ծանոթ ենք ու ընթացքում լինում է հետները զրուցել ու բան։ Այս դեպքում դեռ չկա այտենց ձևավորված խումբ, ում գիտենք, որ կառավարում է ամբողջ գործընթացը։ Հիմա նոր ձևավորվում են այդ խմբերը։ Դա հիմա որ մի խումբ ասեց մենք պետք է գնանք բանակցենք, մի մաս ասեց իրանք թալան չեն ոչ մի հիմա հարցերը արդեն կարգավորվելու է ժողովրդի քվեարկությունն լինելու, ժողովուրդը որոշելու է։ Հետո փոքրամասնությունը նեղացած դուրս է գալու, ոնց որ միշտ ալինում Հայաստանում համաձայնվի մեծամասնության որոշման հետ, կարծում եմ այստեղ ընտրությունները կլինեն կարծիքը փոքրամասնությունը։ Ինձ թվում է ամեն ինչ կախված է հիմնավորումից, գիտեք, եթե մարդ ճիշտ ձևով կարողանա այդ փաստարկները բերել եւ հիմնավորել, թե ինչ քայլեր է պետք անել եւ ինչի, որովհետեւ ոչ որևէ մեկը չգիտի իշխանությունը խափելու է թե չէ, համաձայն ես։ Ահա, հենց այդ մենք ոնց պատտվում ենք, հանգում ենք հիմնական խնդրին։ Դրա համար իշխանությունը ասում է եկեք, եթե կտեսնեք խափում են, գնացեք փակեք Բաղրամյանն, ինչ որ կարող եք կարեք։ Ահա։ Դե հիմա ապրիլի որևէ մեկը չգիտի։ Հիմա, բայց քանի որ դուռը բաց է, ինչու փակել Բաղրամյանը, իրենք ասում։ Որովհետև հիմա չկա որոշող։ Կտեսնեք խափում ենք, եկեք էլի փակեք։ Նայեք, իրավիճակը ինչպես ստեղծվեց, հա։ Երբ որ ոչ թալանինը առաջարկեց ու գնաց օպերա, մնաց ժողովուրդ, որը չուներ կառավարող մարմին, այս դեպքում դա կլինի անց, կլինի մի քանի հոգի, թե ինչ, մնաց ժողովուրդ, որը հիմա փորձում է ինքնակազմակերպել։ Երբ որ ինքնը կավարտվի այս խմորման փուլը, հա, մենք կունենանք ինչ որ կառույց, ինչ որ համակարգ, որը աշխատում է այնտեղ։ Նոր այդ հարցերը տեղին կլինի ուղղել այդ համակարգին։ Ինչու ենք փակում, ինչու չենք փակում, կոնկրետ ինչ պահանջներ, մինչև երբ։ Այս բոլոր հարցերը համակարգը միանշանակ կտա, որովհետև առանց դրա առաջ գնալ հաջորդ քայլ անել չեն կարող ուղղակի։ Դրա համար հիմա մենք ուղղակի պետք է սպասենք, մինչև այս խմորման փուլը կավարտվի, իսկ փակ պահած խմորման փուլը ավարտել նորից տրամաբանական է, որովհետև այդ կետը հիմա Բաղրամյանը դառել է խմորումների կենտրոն, բոլորը արդեն այնտեղ են։ Բոլորը ով պահան ինչ որ դժգոհություններ ան, բոլորը այնտեղ են, բոլորը հիմա համախմբված են այնտեղ ու բոլորը փորձում են հարցի լուծում գտնել։ Համատեղ ուժերով շուտով մի բան կստեղծվի։ Հետո համագործակցության չգնալու եւս մեկ պատճառ, ժողովուրդը ուղղակի ոչ մի գրամ վստահություն չունի այս իշխանությունների նկատմամբ։ Չկա վստահություն, որ եթե գնացին այնտեղ չեն խախտելու։ Հիմա տես, իշխանությունը ինքն էլ է ասում, չէ՞ որ այո, կա ինձ անվստահության խնդիր։ Դուք չեք վստահում։ Իսկ այդ վերականգնելու համար պետք է քայլ անեն, իրենք անցկացնեն այդ աուդիտը, նստեք, մասնակցեք։ Այստեղ էլ հարց կա։ Ես մասնագետ պետք է լինես, գտեք ձեր վստահելի մաս, դե կներեք հիմա, գտեք ձեր վստահելի մասնագետին։ Դե հիմա այդ գործողություններն է կատարվում, մարդիկ եթե հանդիպում են տարբեր մասնագետների հետ խորհրդակցում են եւ կհավաքեն այդ խումբը նաեւ։ Ես ինչ եմ ուզում ստեղ հարցնեմ, տեսեք, դա երբ որ իշխանությունը ասում է ընդունում ենք ձեզ, որ կամ դուք ունեք տեղ մեզ չվստահելու, հա, դա օբյեկտիվ է, մենք հասկանում ենք։ Իրանք ըստ էության դա դուրս գալիս, չէ՞ որ եթե ասում ես տեղ անվստահության խնդիր է, իրանք ընդունում են, որ իրանք տեղ են տվել, որ դուք չվստահեք իրանք։ Եվ ասում են կազմեք ձեր խմբերին, եկեք հանդիպեք նախագահի հետ, եկեք մասնակցեք։ Եթե դրանից հետո էլի Բաղրամյանը փակվում է եւ էլի ասվում է, որ չէ, մենք ստեղ ենք, մենք չգիտենք էլի ինչ ենք ուզում Բաղրամյանը փակելու, իսկ դա քաղաքական ակցիա։ Կարելի ասել ինչ են ուզում իրականում։ Մարդիկ արդեն պետք է նոր քաղաքական, այսինքն շարժումը փոխվում է քաղաքականի։ Չի ասի, որովհետև քաղաքական շարժումը։ Որովհետև իշխանություն պետք է ասի կներեք, բայց ինչ եք ուզում։ Հարցը քաղաքականա միանշանակ, որովհետև կապված է, հարցը քաղաքական է, կախված է երկրի էներգետիկ անվտանգության հետ։ Իսկ շարժումը ինքը քաղաքացիական է, որովհետև ունի քաղաքական պահանջներ։
Երբ որ կունենա քաղաքական պահանջները, նոր շարժումը կդառնա քաղաքական։ Դուք նկատի ունեք նրանք ովքեր չգնացին ոչ Թալանի հետ եւ մնում են այնտեղ եւ ես այնտեղ էի գոռում էին ազատ անկախ Հայաստան արդեն։ Ես որպես իշխանություն կարող եմ ասեմ, տղեկ, կարող եք դուք քաղաքական թեմաներով եք։ Ինչը նույնպես շատ օրինական է, բայց պետքա բաց-բաց խոսալ, չէ՞։ Իդեպ քաղաքացիական որտեղ այդ սահմանը քաղաքականի ու քաղաքացիականի։ Չէ, քաղաքական հարցը քաղաքական որոշումը կայացվել, սա կգինեմ բացի։ Եթե սա քաղաքական հարց է, դուք ասում եք քաղաքական հարց է։ Քաղաքացիները դուրս են եկել պայքարը, այդքանով դուք խուսափում եք քաղաքական ուժերի հետ ընդգծվածորեն ընդ որում համագործակցելուց։ Եթե երբ որ ես շփվում եմ ցուցան տպավորությունն որ նրանք բոլորը վախ ունեն որ եթե դու շփվես որևէ քաղաքական ուժի հետ ընդ որում նաև ընդդիմադիր ապա դու փչանում ես դա ամենակարճ պատասխանեմ այդ հարցին ինչա այդ մտահոգության պատճառը կա որոշակի տենց տպավորություն մարդիկ էլ կան այդ ժողովրդի մեջ ասում են եթե հանկարծ որևէ քաղաքական ուժի համագործակցություն գնաց մենք ուղղակի ստեղից կգնանք այդ եղել են էտապներ չեմ ուզում անդրադառնամ առանձին դեպքերին երբ որ քաղաքական ուժերը որոշ պայքար են ստանձնել ու միջև վերջ չեն տարի հիասթափեցրել են ժողովրդին ու հիմա ժողովուրդը մտածում է եթե նորից համագործակցություն լինի կամ քաղաքական ուժերը փորձեն խառնվել ու վերահսկել այս ամեն ինչը արդյունքը նորից նույնը կլինի ու իմաստ չկա հրապարակում մնալու այդ միակ վստահությունը մնացել է քաղաքացիական նախաձեռնությունների վրա որոնք միջև այսօր առիթ չեն տվել հիասթափել։ Լավ, այդ դեպքում պետք է դες հարցն այսպես։ Խնդրեմ, Գյորգ, ասա։ Քաղաքական ուժերին ամեն դեպքում հեշտ է եւ վախեցնելը եւ կաշառելը, հա, իսկ ժողովրդին քաղաքացիականին մի քիչ ավելի բարդ կարծում եմ, որովհետեւ մանավանդ այս պարագայում ոչ չկան կոնկրետ առաջնորդներ, ուղղակի հայտնի չէ թե ում է պետք կամ ում է կարելի վախեցնել կամ կաշառել, որպեսզի կառավարության ուզած ուղղությամբ գնա շարժումը։ Ու դրա վառապացույցներ, երբ որ ոչ Թալանի նախաձեռնությունը որոշեց գնալ ազատության հրապարակ ու ընդդիմադիր ոչ ընդդիմադիր լրատվամիջոցները սկսեցին քարոզ, որ Բաղրամյան պողոտայում մնացող ժողովուրդը դրանք ռադիկալներ են, բոլորը պատրաստվում են, չգիտեմ, ինչ գործողությունների, իսկ ովքեր գնացել են ազատության հրապարակ դրանք ճիշտ պողոտան փակելը դա ռադիկալ քայլ է։ Երբ որ ասում ռադիկալներ են, ես վատի մասով չեմ ասում, դա ռադիկալ քայլ է եւ ճիշտ, որտեղ արդեն երբ որ չեն թողում այլ ճանապարհ, պետք է գնաս ռադիկալ քայլի, բայց այդ ներկայացվելը ռադիկալ այնպեսին էր, որ հեսա պատրաստում են հարձակվել, չգիտեմ ինչեր անել, հանցագործներ են, չգիտեմ ովքեր են, այդ սկսվեց քարոզ, որպեսզի մարդկանց տեղափոխեն ազատության հրապարակ։ Փորձում էին առիթ օգտագործեին բաժանելու, բայց այս շարժման հաղթանակներից մեկը ես համարում եմ այն, որ ժողովուրդը ինքնակազմակերպեց, հասկացավ ինչ է իրեն պետք։ Պետք չի գնալ ազատության հրապարակ, պետք է մնալ այստեղ կազմակերպվել, որտեղ այդ փուլում է, բայց այդ պահին ինքը ճիշտ որոշում կայացրեց։ Ինքը մնաց իր ճիշտ տեղում, այսինքն չկար այդպես առաջնորդներ, որոշողներ, դա կար համակարգող խումբ, որոնց կարծիքը իրենք չընդունեցին եւ մնացին։ Այսինքն այլ ասել, հիմա գնդակը ցուցարարների դաշտում է, իրանք պետք է ասեն ինչ են ուզում։ Ցուցարարները ասել են Բաղրամյան պողոտայում եւ չասել թե ինչ ենք ուզում, մի քիչ ճիշտ չի։ Այդ որոշման հետ կանչում, որը կարող է անել կարգավորող որոշումը հետ են կանչել, այլևս մարդիկ թող չեն տալու։ 22-23-ի գիշերը ոստիկանները, որոնք իրենց շատ վատ պահեցին, հայհոյում էին լրագրողուհիներին, ծեծում էին ցուցարարներին, այդ ոստիկանների պատժում ու պատասխանատուների ովքեր կազմակերպել են այդ ամեն ինչի պատասխանատվության ենթարկում, որովհետեւ միջև այսօր ինչ կատարվում է, ես չեմ տեսել, որ ինչ որ ոստիկանի պատժեն։ Ու անցած տարի նույն հունիսի 23-ին զուգադիպեց Սարյան փողոցում տեղ ունեցավ էլի հոսանքի թանկացման դեմ ակցիա, եթե հիշում եք, 4 դրամով էին թանկացնում։ Այն ժամանակ էլի ոստիկանությունը հարձակվեց ցուցարարների վրա, մի մասին ծեծեց ու 23 հոգու տարավ Քամաս վարչական ինչ-որ վարույթներ հարուցվեց։ Այն ժամանակ ժողովուրդը չկանգնեց, չպաշտպանեց ու դրա վրա հույսը դնելով իշխանությունները 22-ի գիշերը հարձակվեցին ժողովրդի վրա, նորից ցրեցին ու այս անգամ ի ուրախություն մեզ բոլորի ժողովուրդը կանգնեց ու սրանով ցույց տվեց, որ եթե հաջորդ անգամ էլի ինչ-որ մեկին փորձեք ծեծեք, մենք գալու ենք այստեղ եւ պահանջենք ձեզանից պատասխանատվություն։ Ու հիմա ժողովուրդը պահանջում է պատասխանատվություն։ Բարի, հիմա տես, ես իշխանությունն եմ, ես ասում դուք ճիշտ եք ասում։ Ճիշտ եք ասում, բայց դուք էլ ունեք չէ պատասխանատվություն։ Որտեղ։ Դու երկրի առաջ։
Օրենքի առաջ։ Հիմա ես ասում եմ, Բաղրամյան փողոցը փակելը անօրինական է։ Ոնց է անօրինական է, որովհետև այդտեղ գրված չի, որ դուք իրավունք ունեք Սահմանադրությամբ գրածա, որ Բաղրամյան օրենքի մասին։ Դե գրված չի Բաղրամյան, գրված է, որ կարող է փողոց փակվել ու կամայական փողոց կարող է փակվել։ Ուզում եք, կներեք, դուք ունեք պահանջներ, ձեր պահանջները իմ համար ընդունելի են։ Հիմա թե այդքանից հետո եք դուք փակում։ Հիմա նշանակում ընդունելի է։ Ընդունելի են, ես ասում կներեք, ես հիմա ասում եմ ճիշտ եք ասում, ուզում եք ստուգենք հետել, եկեք իր հետ գնանք ստուգենք։ Ինչ արդյունք կլինի, ես ձեր հետ համաձայն եմ։ Չէ, իրար հետ, եթե չկա վստահություն, իրար հետ ինչ որ ճանապարհ դեռ անցնելու չկա։ Վստահությունը ո՞ց պետք է մենք ձեր։ Պետրոս հարցուղակի դուք հիմա փորձեք հարց տալիս հարցով պատասխանեմ, հա ձեր հարցին։ Հիմա երբ որ Բաղրամյանը բացվի, ժողովուրդը գնան տուն, մի 10 օրից ստեղծվի խումբ, որը պատրաստ է գնալ, մասնակցել, որտեղ է երաշխիքները, որ կառավարությունը կասի, այո, դուք արդեն եկաք, հա, ես ոնց որ ասել եմ, այդ խոստումս կատարում եմ, դա ուղղակի քաղաքական հայտարարություն չէր։ Որտեղ են երաշխիքները։ Այսինքն հիմա Բաղրամյան փողոցը փակելը կխափեն ձեզ։ Դուք էլ ասեք, «Շելի իշխանություն խափեցիք»։ Գալեցինք Բաղրամյանը փակենք, ի՞նչ խնդրեմ է։ Դա արդեն հարց առաջանում, հնարավոր կլինի նորից Բաղրամյանը փակել։ Այսինքն դուք Բաղրամյանը մնում եք, որովհետև հետո կարող չգաք։ Հետո կարա ժողովրդի վստահությունն էլ արդեն քաղաքացիական հատվածի վրա։ Երբեք Բաղրամյանը չազատեք։ Ոչ, երբ որ կլինի հարցի լուծում։ Այսինքն մինչև աուդիտը լինի 4 ամիս դուք պետք է 4 ամիս չեմ կարծում կձգվի այս ամենը։ Չէ, դե այդ աուդիտը մինչև խումբը կազմի, դա process է երկար։ Դե ասենք իշխանությունը որոշել է մնալ այդ որոշման հույսին, հա, աուդիտ կանենք ու Չէ, բա իշխանությունը ո՞նց։ Դե որոշակի քայլեր պետք է անեն եւս որ առնվազն մի քանի ես արդեն կարծում թալանա եկեք գնանք եւ միանգամից բանենք։ Ինքը պետք է շարունակի ՀՑԿՀ-ն չեղարկի իր որոշումը։ Մինչև օգոստոսի 1 ժամանակ ունի, ինչի է սպասում։ Կա չէ կասկածներ, որ կասկածի վրա բան չեն անում։ Անում են կասկածի փաստացության վրա։ Տեսեք, կասկածի վրա իրանք գինեն բարձրացրել կասկածը։ Չէ, բողոքի ալիքը հիմք չի իրավական գործընթացի համար։ Կասեցնելու համար հիմք է։ Երբեք, ինչու կասեցնելը պետք է փորձագիտական եւ իրավական եզրակացության վրա։ Ժողովրդավարական երկրում համար 1 գործոնը դա ժողովրդի կարծիքն է։ Այո, դրա համար էլ գործընթացը սկսվեց։ Իրավական իշխանությունը ասում եկեք իրավական հիմքի վրա դնենք։ Իրար հետ գնանք ստուգենք, եկեք դուք ստուգեք։ Կա կասկած։ Ես օրենքը կարդացի, ՀՑԿ-ն։ Քեզ ասում դու ինձ վստահում ես։ Իշխանություն ոչ, չէ։ Դե արի գնանք դու ստուգի։ Ինչ կգտնես ես համաձայն եմ։ Ստուգեք, ցույց տվեք ամեն ինչ։ Եթե դու այնպես ասես չես պետք է Բաղրամյանը փակեմ, ես մտածում ասում կներեք դուք ինձ կա պայքարը չասնելու։ Ու ցուցարները ճիշտ են անում, որ չեն գնում այդ ճանապարհով։ Որտեւ եթե գնացին, խաբվեցին, հետ եկան, ես համաձայն չէ, չէ՞ որ իրան գնային։ Հետ եկան, ասեցին, գիտեք, մեզի խաբել են, եկեք նորից Բաղրամյան փակենք, ասենք, ոչ, դուք արդեն գնացիք սխալ ճանապարհով։ Մեր մոտ անվստահությունը ոչ ժողովուրդը ի սկզբանե գիտի, որ եթե այդ ճանապարհով գնան, իրենց խաբելու են։ Այսինքն ցուցարները դուք ձեզ չեք վստահում, ես տենց եմ հասկանում։ Դուք վստահ չեք։ Ցուցարները հիմա ինչու չունեն ղեկավարներ, հա, որովհետև փորձը ցույց է տվել, որ ցանկացած ղեկավարի, ցանկացած առաջնորդի հնարավոր է առնել, վախեցնել, սպանել, ջարդել։ Բայց հիմա դուք խմբեր եք ստեղծում, էլի համակարգողներ եք ստեղծում։ Դե համակարգող խումբը, որի կազմը դինամիկա, միշտ կարող են մարդիկ ավելանալ, պակասել ամեն դեպքում։ Ինքը չի լինում լիդերներ ու հետեւաբար, երբ որ կլինի ինչ-որ խումբ, որը կգնա բանակցելու, այս կողմ, այն կողմ, կտանի այնտեղ, որտեղ ամբողջ ժողովուրդը չի ուզել։ Իսկ հիմա այս մեխանիզմը, որ ստեղծում է պլյուսը որն է սրա առավելությունը դրական կողմը, որ մարդիկ բոլորով պետք է գան կոնսենսուսի։ Այսինքն խմբեր են ստեղծվել, որոնք առաջարկել են հաջորդ քայլը, ասենք, բացենք Բաղրամյանը, ստեղծենք խումբ, որը կմասնակցի սրա։ Ամբողջ ժողովուրդը կքվեարկի դրա դեմ, ուրեմն կանեն այդպես։ Կլինի առաջարկ, փակենք Բաղրամյանը 6 ամիս, ժողովուրդը կորոշի այդպես, կանեն այդպես։ Հետևաբար ժողովուրդը հետագայում ես որպես այնտեղ նստած անձ, որպես ձեռքս բարձրացնող անձ, որ ուզում եմ այսպես, ոչ մեկի դեմ չեմ ունենա հետագայում ինչ-որ մեղադրանքներ, որ դու ծախվել ես, դու նախապես ծախված ես։ Ախր այդ ժողովուրդ որ ասում ես, ինքը պարլամենտ չի, որ 131 հոգի գան ըստի քվեարկի։ Այնտեղ մի ժամին 20000 մարդ կա, մի ժամին 600 մարդ կա, մի ժամին 100 մարդ կա, այդ մարդիկ էլ մի 20000 էլ լրիվ ուժ որական մյուսը էլ լրիվ։ Այդ որ ասում ես ժողովուրդը նախորդ կհայտարարվի ընտրության։ Այսինքն բոլորը եկեք այսօր պետք է քվեարկի։ Այսօր որոշում ենք այս հարցը, ովքեր շահագրգռված են այս հարցով, եկեք քվեարկի։ Համաձայն եմ, նման բան նախադեպ չկա մեր երկրում, բայց ինչու ոչ, ինչու՞ է սրա թերությունը։ Իսկն ինքը աշխատող մոդել է, որը առաջարկվել է հիմա, ու շատ լավ կարող է արդյունքի բերել։ Ինչու՞ չօգտագործել։ Կա ստեղ մի շատ կարևոր բան։ Գեորգ, երբ որ դու ինչու է տարբերվում լիդերը, հա, մարդը, որը process-ի պատասխանատու է, սովորական ժողովրդից, որը այնտեղ է։
որովհետեւ ժողովուրդը կարա էմոցիոնալ առանց մտածելու գա գոռա ճվա մարդիկ վիրավորված են, մարդիկ հիասթափած են, թաղեմ դες թալանչներ եւ այլն, հա, ընդ որում չհասցեավորելով, թե ում չնայած բոլորս հասկանում ենք ում։ Բայց ղեկավարները պետքա տանեն ռացիոնալ ճանապարհով, համաձայն ես։ Ժողովուրդը կդակելու է էմոցիաներով։ Խմբերը ստեղծվել են դրա համար, որպեսզի կարողանան ժողովրդին ճիշտ հասցնել եւ ճիշտ բացատրել, թե ինչ են ուզում իրենք անել հաջորդ քայլը։ Այսինքն, երբ թե ստեղծվել է 4 խումբ, որոնք առաջարկեցին 7 տարբերակ գործողությունների, արդեն ժողովուրդը այդ 7-ից կընտրի որևէ մեկը։ Ոչ մի խնդիր։ Բարի։ Իմ մյուս հարցը, տեսեք, շատ տարօրինակ իրավիճակ է ստեղծվել։ Ըստ էության, այս շարժումը հետաքրքիր է նրանով, որ երիտասարդներ են կրողները, հա, այսինքն ուսանողներ են։ Ուսանողները կան, ուսխորհուրդները չկան։ Ինչու չկան ուսխորհուրդները։ Բնական չի, դա հակաբնական է, որովհետև ուսխորհուրդները հենց այդ ուսանողական ամենաակտիվի պետքա տեղը լինեն, հա, պետք է լավ ասած։ Շատ քաղաքականացված են իրականում մեր ուսխորհուրդները, հիմնականում հանրապետական կուսակցության ու իրանք խնդիր կունենան, եթե գան մասնակցեն այս տեսակ հավաքների։ Մենք տեսանք հանրապետականները, որ գալիս են մասնակցելու հավաքներին, ինչպես է ժողովուրդը նրանց վերաբերվում։ Այսինքն, եթե մինչև այդ հանրապետականները չգիտեն ժողովուրդը ինչպես է իրancs վերաբերվում, հիմա ակնհայտ տեսան դա։ Ու երևի եթե նույնիսկ թողնեն իրենց գալ, իրանք չհամարցակվեն էլ գալ, հա, որովհետև ժողովուրդը իրենց էլ է արդեն դեմքով ճանաչում, իրենց էլ շատ լավ գիտեն։ Ամեն դեպքում այդ վախի մթնոլորտն էլ վերացել է, որ հանրապետականը կամ չգիտեմ ինչա ինչ որ քայլ չանենք։ Այս ամեն ինչը ցույց տվեց, որ ժողովուրդը չի վախենում ու իրականում երբ որ իշխանությունների կողմից ասում էր, որ մուշն էլ ամեր ձեռքը, մեղն էլ ամեր ձեռքը, այս շարժումը չգիտեմ, այդ տեսակ ինչ որ բաներ ասում, որ ամեն ինչ մեր ձեռքն է, ինչ կուզենք կանենք, ցույց տվեց, որ այդքան էլ իրանց ձեռքը չի, կարող են գային Բաղրամյան պողոտը ու համոզվեն իրականում այդ ամեն ինչում ձեռքում է։ Ոստիկանների գործողությունների հետ կապված ուրեմն ոստիկանապետի հետ կապված որ ասացիք, որ ներողություն խնդրեց ու ընդհանրապես հաջորդ օրը արդեն ոստիկանապետը եկավ ցուցարարների մոտ, սպառնաց որ կծրի, ուշ կկիրառի ու լրագրողների այն հարցին թե ինչ մեթոդներով, ասեց ավելի խիստ մեթոդներով, քան արել ենք երեք։ Այսինքն ինչքանով արժեք ուներ իր ներողությունը։ Ես հասկանում եմ, բայց եկեք մի բան փաստենք, նախ չծրեցին։ Երկրորդը դուք ինչ եք ուզում որ ոստիկանապետը ոստիկանապետը այս խեք մենակ էս զիբիլամանները պոկեք, ջարդեք, փշտեք ինչ կացեք, հենց ոստիկանապետը բա ինչ պետք է ասի։ Ոստիկանապետը ցույցի չենք վախենում պետք է գնանք առաջ նաև պետք է ասի կծրենք, լավ ոստիկանապետը է փահ։ Ոստիկանապետը չէ, ոստիկանները որոնք ծրում էին։ Դե դրա համար ներողություն խնդրեցին եւ ոստիկանները ամեն դեպքում ոստիկանները ցույցի ժամանակ պարտավոր են ապահովել ցուցարարների անվտանգությունը։ Դու դա ո՞նց ես պատկերացնում։ Այնինչ կատարվում է հիմա։ Իսկ գալ ցուցարարներին սպառնալ դա մեղմ ասած պարտավոր չեն ոստիկանները, որովհետև մենք նրանց գումար ենք աշխատավարձ ենք տալիս, ես դուք աշխատավարձ ենք տալիս ոստիկանները, որովհետեւ նրանք ամեն դեպքում ցանկացած իրավիճակում լինեն կանգնած մեր կողքին, պաշտպանեն մեզ տարբեր տեսակի ուժերից, տարբեր տեսակի սադրիչներից ու նման բաներից։ Սադրիչներ կան։ Սադրիչների մասին։ Այդ խոսվում է, որ վարկաբեկվի ու ինձ թվում է սադրիչները հատուկ ներդրվում են որպես։ Բայց կան, ասենք դուք տեսել եք այս սա սադրիչը։ Սենց ասեմ, սադրիչներ միշտ լինում են, բայց ի փառս մեր ժողովրդի, հա, ասեմ, այս հավաքված ժողովրդի այնտեղ ոչ մի միջադեպ չգրանցվեց այսօրին։ Գիտեք, նմանատիպ ակցիաներ ամբողջ աշխարհում չկա, որովհետև երբ որ այդքան մարդ հավաքվում է, փողոց է փակվում, լինի Եվրոպայում, լինի Ուկրաինայում, որտեղ եղել է, միշտ ջարդվում են մեքենաներ, ջարդվում են ցուցափեղկեր, տուժում են մարդիկ։ Մեր մոտ մարդիկ եկան, հավաքվեցին, առավոտյան ավլեցին իրենցից հետո։ Այդպիսի բան ոչ միտեղ չի գրանց, հասկանում եք, այդպիսի զանգված, այդպիսի գիտակից հասարակություն, որ սա մեր երկիրն է, սա մեր քաղաքն է, այստեղ մենք ենք, այստեղ պիտի մաքուր լինի մեր համար։ Չկա, ու այդ տիպի հասարակության, այդ տիպի ժողովրդի որպես հակադրում ներկայանալ ուղակի սպառնալիքները, որ ցրվեք թե չէ, հեսա կտեսնեք ուժը որն է, չգիտեմ, անընդունելի եմ համարում։ Ինձ թվում է, որ ոստիկանապետը պետք է մի հատ վերանայի իր այդ գործելավոճը, թեև առավոտյան արդեն Աստվածաշնչից մեծ բերումներ էր անում, բայց այնտեղ
մի քիչ ուրիշ բաներ էլ է գրած։ Բայց դուք ինչի լավ ասածներ չեք նկատում, որ դուք իր տեսակն եք, նա թույլ չի տա որ ձեր տեսակը ճնշվի եւ այլն։ Բայց սպառնալիստը նախորդ օրը լավ բաներ ասել, չէ՞, դուք վատերը նկատում եք, լավերը չեք նկատում, օբյեկտիվ չի, դա օբյեկտիվ չի։ Մեջբերումներ էր անում, բայց սպառնալուց հետո։ Շնորհակալություն երիտասարդներ, սթափվեք, սիրելիներ, ես Պետրոս Ղազարյանն եմ, կհանդիպենք ցտեսություն։